Ընտրություններից ընդամենը 1 օր անց ազգային ժողովում քաղաքական օրակարգի առանցքում արդեն ոչ թե ընտրությունների ընթացքն է, այլ դրանց արդյունքներից բխող սպասումները։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում վարչապետը, նախարարներն ու պատգամավորները քննարկեցին 2025 թվականի պետական բյուջեի կատարողականը, տնտեսական արդյունքներն ու առաջիկա ծրագրերը։ Առաջիններից մեկը քաղաքական գնահատական հնչեցրեց արտաքին գործերի նախարարը։ Արարատ Միրզոյանի խոսքով ընտրությունների արդյունքները կառավարությանը հնարավորություն են տալիս շարունակել որդեգրած քաղաքականությունը։ Արտգործնախարարը խոսեց նաև տարածաշրջանային հաղորդակցությունների թեմայից, նշելով, որ շարունակվում են Թուրքիայի հետ երկխոսությունները Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման ուղղությամբ։ Միրզոյանի խոսքով արդեն իսկ Հայաստանի համար նախատեսված բեռներ են անցել Ադրբեջանի տարածքով եւ ապագայում հնարավոր է նաև հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների իրականացում։ Մոտ ապագայում մենք այսպես ամեն ինչ որ փուլում մի շոշափելի առաջընթաց ենք ունենում Թուրքիայի հետ մեր հարաբերությունների ամբողջական կարգավորման առումով, բայց ուզում եմ վստահություն հայտնել, որ առաջիկայում ըստ էության ամբողջական կարգավորում կունենանք։ Մինչև արտաքին քաղաքական գերատեսչությունը ներկայացնում է տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, տնտեսական բլոկը ներկայացրեց տարվա հիմնական ցուցանիշները։ Կառավարության տվյալներով 2025 թվականի պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ։ Սա 307 միլիարդ դրամով կամ շուրջ 11%-ով ավելի է 1 տարի առաջ եղած ցուցանիշից, իսկ 2017 թվականի համեմատ աճը ավելի է շուրջ 2.3 անգամ։ Հարկ եմ համարում ընդգծել, որ կառավարությունը նախորդող շրջանում ավելի քան 3.4 միլիարդ դոլարի տարբեր ծրագրերով աջակցություններ է ցուցաբերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Սկսած հիպոթեկային հարկի պարագայում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, շարունակած տնտեսական արդիականացման ծրագրերով, շարունակած գյուղատնտեսության ոլորտում արտոնյալ վարկերի տրամադրման ծրագրով։ Վարչապետի խոսքով մոտ ժամանակներս կմեկնարկի թրիփի վավերացման գործընթացը, իսկ միջազգային համագործակցության ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են նախատեսվում թե Եվրասիական տնտեսական միությունում, թե Եվրամիության հետ, որտեղից սպասվում է նաև ֆինանսական աջակցություն։ Սա իհարկե մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում եւ 2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները։ Միևնույն ժամանակ պետական ֆինանսների կառավարման վերաբերյալ իր գնահատականը ներկայացրեց հաշվեկնիչ պալատը։ Պալատի նախագահը տեղեկացրեց, որ բյուջեի կատարման հաշվետվություններում հայտնաբերվել են ընդհանուր առմամբ 29 միլիարդ դրամի խեղաթյուրումներ, որոնք կազմում են բյուջեի ընդամենը 0.86%-ը։ Ֆինանսների նախարարությունը ներկայացրեց պետական պարտքի վիճակը։ 2025 թվականի ավարտին պետական պարտքը կազմել է շուրջ 14.5 միլիարդ դոլար, նախորդ տարվա համեմատ աճելով 8.8%-ով։ Աճը հիմնականում պայմանավորված է կառավարության ներքին պարտքի ավելացմամբ։ Այդմ պետական պարտքը կազմել է դեկտեմբերի 31-ի դրությամբ 5 տրիլիոն 541 միլիարդ դրամ, իսկ կառավարության պարտքը 5 տրիլիոն 354 միլիարդ դրամ։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի տվյալներով 2025 թվականի տնտեսական աճը կազմել է 7.2%, գերազանցելով կառավարության կանխատեսումները։ Աճին առավելապես նպաստել են շինարարության, առևտրի եւ ծառայությունների ոլորտը։ Հարկային մուտքերն էլ շարունակել են աճել։ 2024 թվականի համեմատ հավաքագրված հարկերը ավելացել են շուրջ 14%-ով։ Միաժամանակ գնաճը որոշ չափով աճել է, տարվա վերջում հասնելով 3.3%-ի։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։